ասան 15։ Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու։ Դուք որ եկել եք հասել եք ստեղ մեզ համար, որ մենք խոսենք մեր առօրյայի մասին, մենք էլ բոլորս մեր կողմից ունենք ձեզ ասելու ինչ-որ մի բան։ Biz շուտ ոնց ենք աշխատում եւ 20 տարի է ես աշխատում եմ, 58 տարեկան եմ ու գոհ եմ, իմ աշխատանքից գոհ եմ, իմ ղեկավարներից գոհ եմ։ Այստեղ դե հեշտ ու թեթև չկա, ցավասել հավասար աշխատողներ ենք իրար օգնելով մեր գործնա առաջ ենք տանում։ Մասնագիտությամբ ծնող, ընտանիքի մայր։ Իհարկե սիրում եմ, դա իմ քաղաքն է։ Դե համար է աշխատում ենք, որ մաքուր պահենք։ 5 տարի այստեղ եմ աշխատում, շատ գոհ եմ, աշխատանքը իմ կյանքս է։ Ես աշխատում եմ մեր երեխեքի համար, որտեղ իրանք չեն կարող ապրեն։ Արի, ինքն էլ օտար երկրացի է, մեզ մոտ աշխատում է, շատ լավ այդան զգում, մեր մոտ որ աշխատում է Հայաստանում։ Մի քիչ։ Քիչ։ Ոնց եք, լավ եք։ Դու Սիրում եք ձեր աշխատանքը։ մի շատ լավ է։ Այս էլ է մասնագիտություն։ Եթե սա ուրեմն Դանիայում սա շատ պատվավոր գործ է Դանիայում։ Ես ունեմ հարազատ քույրիկի նման ինձ այնտեղ ապրում է, ասում է շատ ուրախանում, եթե ես մի նկար ուղարկում եմ ստեից իրան, ասում է վայ Հայաստանը ինչ լավ է, լավ հագնվում եք, լավ աշխատում եք։ Սովորել եմ հոկեբան, կիսատ եմ թողել գործս, սովորելս, որտեղ պատճառներ կար, իմ էլ այս գործն եմ անում, այս հաճիկով ու աշխատում եմ, խանութում եմ աշխատում և ամեն օր մեր աշխատանքն ենք կատարում։ Երեխաներս փոքր էին, պետք է մեծացնեի իրանց, որոշեցի համ համատեղ խանութում աշխատեմ, համատեղ ստեղ աշխատեմ։ Գիշերային ստեղ էի աշխատում, առավոտյան աշխատում էի խաղարկների խանութում։ Ձմեռվա սեզոնին է մի քիչ դժվար անում ենք ձմեռվա սեզոնին, բայց էլի փառք Աստծո աշխատում ենք նորմալ ձևով։ Սիրում եմ իմ քաղաքը, ես իմ քաղաքից ոչ մտեղ չեմ գնում։ Ես կարայի նույնիսկ երկրից դուրս գնայի աշխատեի եւ այլն, երեխեքիս մոտ գնայի, բայց ես չեմ կարող կտրվեմ իմ Հայաստանից, որտեւ իմ հողն ու ջուրը ստեղ է։ Ստեղ ծնվել ենք, մեծացել ենք ստեղ։ Եվ ես չեմ զլանում, որ ես գործն եմ անում, ես աշխատանքն եմ կատարում, սիրելով կատարում եմ, սիրելով անում եմ։ Տիգրան մեծը Արցախի իմ տարածքն է, որ ես եմ մաքրում, բայց եթե պետք է լինում, հարկ է լինում, որ պետք է ուրիշ տեղ գնանք, բրիգադիրը ասում է, եթե դուք պետք է գնաք ուրիշ տեղ մաքրեք, այս տարածքը չեք այսօր ուրիշ տարածք եք, մենք հաճույքով գնում ենք, որովհետև դա չի նշանակում, նա իմ տարածքն է, նա ուրիշի տարածքն է։ Բոլորս համատեղ պետք է հարմարվենք ու աշխատենք տարածք չկա, որովհետև էսի մեր Հայաստանն է, մեր երկիրն է։ Կլինի կենտրոնում, կլինի Աճապնյակում, կլինի որտեղ ասես, կլինի Շինգավիթում եւ երրորդ մասում մենք պարտավոր ենք մեկս մեկին օգնելու։ Եթե բրիգադիր ասեց այսօր գնում եք կենտրոն, մենք կենտրոնում ենք գնում աշխատում։ Աշխատում ենք հիմի 7 ժամ, 8 ժամ։ Բայց ասենք, որ ցուրտ է լինում, իրանք մեզի գնահատում են, շուտ են ուղարկում տուն, որ ցուրտ է չմրսեն մարդիկ։ Մենք մեր գործը շատ ենք սիրում, մենք մեր հաճույքով այս գործը անում ենք ընտանիքի նման, միասնական, բոլորս մեկս մեկին օգնելով, համերաշ աշխատում ենք, հետո մեր քաղաքը բաղով պետք է մաքրի, եթե ամեն մարդ մտածի, որ ուրիշ գործ ընտրի, բա քաղաքով մաքրի։ Պետք է։ Հա, ամեն օր ինքը գալիս է այս ժամին, ինձ հետ է գալի, ինձ հետ էլ տուն է վերադառնում։ Եթե ստիպի առողջական խնդիրը կլինի, էլ չգանք աշխատենք, բայց փառք Աստծո երևի մեր Երևանի համար մենք առողջություն ունենք, հլնդերդրումներ ունենք, որ մենք աշխատենք, որ մաքուր մեր ժողովուրդը դիմավորեն լուսաբացը,
մեր ձեռքերով, մեր մաքրությունով, մեր Հայաստանը գիտեք ոնց լուսաբացվում է այն պահից սկսած, որ իրանք հելում են տեսնում են մաքուր քայլում են քաղաքում, կանգառներում մաքրություն ա տիրում։ Բայց այն ավատ, որ մեր Հայաստանի ժողովուրդը մի քիչ պետքա, ճիշտ է, մենք մաքրում ենք, իրանք ասում են դուք պետք է մաքրեք, մենք թափում ենք, բայց դա չի նշանակում, այո, ես մաքրուհի եմ, մաքրում եմ։ Բայց չի նշանակում դու պետքա թափես, քո ազգը կեղտոտես, քո Հայաստանը կեղտոտես, չէ որ քո երեխեն է այդ կեղտի միջով անցնում, պետքա մենք մի քիչ, ճիշտ է, մենք մաքրում ենք, անում ենք բան, բայց իրանք էլ պետքա գնահատեն այս բոլորի մաքրությունը։ Չէ որ սա մեր տունն է, սա մեր հայրենիքն է, սա մեր տունն է, սա մեր երկիրն է, սա մեր ոնց ասեմ, մայր Հայաստան մեր քաղաքն է, մենք ստեղ ծնվել ենք, ստեղ մեծացել ենք, ուզում ենք մինչև վերջ մենք մեր Հայաստանին ծառայենք, ոչ օտար երկրում, այլ մեր Հայաստանում ծառայենք։ Գործանելուց սուսուփուս գործս եմ անում կամ երգ եմ դնում լսելով իմ գործս անում եմ։ Եղել է տենց պահեր, որ շատ ված աշկով են նայել, բայց հետո իրանք վիճել են մեզ հետ, խոսացել են մեզ վրա, բայց ճիշտ ասած մենք մեր գործը անելով առաջ ենք գնացել, մենք չենք իրանց հետ ընդհարցակվել, հա։ Ու կան մարդիկ, որ գնահատում են մեր աշխատանքը, մեր քաղաքացիները կան մարդիկ, որ գնահատում են մեր աշխատանքը ու շնորհակալ ենք, որ մեզ գնահատում են։ Եղել է գումար ենք գտել, եղել է ամեն ինչ է լինում, որ գտնում ենք։ Ամեն ինչ է լինում, պայտակցած է լինում, վերցնում ես, մտածում ես ումնակող կետնամ ես, որ այդ մարդը դրա կարիքը ունի, 10։ Եղել է, որ ընկել է մարդը առաջա գնացել, իրան եղել, վազել ենք, տվել ենք իրան։ Եղել է, այտենց պատմություն շատ է եղել։ Այս գործի ժամանակ հավատացեք, ես չեմ ներվայնացել, ունեց որ ասեմ ներվայնացել, ընդհակառակը ուրախ մի զվարթ գնացել եմ իմ գործին, չեմ ներվայնացել, եղել է պահ, որ նեղացել եմ ժողովրդից, նեղացել եմ մարդկանցից, որ չեն հասկանում, որ այս քաղաքը մաքրվում է, պետք չի վիրավորել, փոշի եք անում եւ այլն, այդ պահերից ենք նեղվել, միշտ որ մի բան ասել են, բայց չենք պատասխանել, եղել է պատասխանել ենք, եղել է չենք պատասխանել, եղել է ասել ենք, որ ձեր քաղաքի համար է, մեր քաղաքն է, ձեր քաղաքն էլ է, մենք մաքրում ենք ձեր համար, որ ձեզ հաճույք պատճառի ձեր քաղաքը։ Եթե մենք այսօր չմաքրենք մեր քաղաքը, օտար երկրից գալիս են ուրախանում են, սա Երևանն է, այսինչ լավ է, բա այդ լավը մենք ենք լուսաբացը տալի ձեզ։ Գնում են մեր Հայաստանի ժողովուրդը, Ամերիկա, թե կլինի օտար երկիր, ընդեղ ինչ են անում։ Ինչ են անում ընդեղ։ Թող Հայաստանում անեն այս գործ, իրանք էլ են ընդեղ այս գործը անում։ Չիմանան, որ գնում են ընդեղ մի երկու հատ նկար են անում, գիտեն թե իրանք այդ տների մեջ ապրում են։ Իրանք էլ իմ ընկերուին ընդեղ ապրում է, ասում է ես գիտեի, որ ստեղ հալած թափած է, բայց ասում է չէ, ես էլ եմ ստեղ ձեր նման տանջվում, աշխատում, ապրում։ Հայաստանում մտմնայր աշխատել քո հայրենի հողի վրա։ Ճիշտ է, չի հերիքում աշխատավարձը, բայց դժգոհել չենք աշխատավարձից, ոչինչ։ Մեկը մեկին ոնց որ մի կողմից ուրիշ տեղից էլ ենք ստանում, ուրիշ տեղից ոնց որ իրար հետ համընկնում է, ոնց որ ընտանիքդ բայրավում ես, քիչով, չենք ասում շատ լավ ապրելակերպ ունենք, շատ լավ ապրում ենք, բայց մենք մեր չափով ապրում ենք։ Երազանքս մի հատն է, որ սենց ասած, իմ անձնականը հիմի դրել եմ մի հատ տղես ամուսնանա ու երջանիկ լինեմ ես։ Եղել է, որ ասում եմ, Շահինեին ինչ-որ մի բան ասում եմ, չի հասկանում, ուրիշ բան է հասկանում, ուրիշ գործանում ու ես ծիծաղում եմ, ինքն էլ է սկսում ծիծաղել, ինքը շատ ուրախ է, որ ստեղ Երևանում աշխատում։ Բարև ձեզ, ես Շանա, ստեղ Արմենիա, ես 30 տարեկան աշխատում ստեղ, Կարապետալ, ես երեխեքն եմ փոքր։ Եկել աստեղ, երեխուն ստեղ է ունեցել ու ինքը ասել է Հայաստանը լավ է, պետք է մնամ Հայաստանում։ Ու ես իրան ասում, չես ուզում գնաս ձեր երկրում ապրես, ընդեղ բան ասում, չէ, ես Երևանը սիրում եմ։ Գնալու եք Մարոկո։ Չէ, Չեք ստեղ լավ է։ Չունեն աշխատանք, թող գան մեր մոտ աշխատեն, սենց ուրախ զվարթ աշխատեն, իրանց գումարը վաստակեն, որ չնեղվեն ինչ-որ մի բանից կտրուկ, ինչ-որ մի բան չեն կարող իրան ստեղծեն։ Եթե իրանք գան աշխատեն, իրանք ոչինչ, քիչ կստանան, ինչքան կստանան, բայց իրանք կարան ստեղծեն այս աշխատանքով ինչ-որ մի բան։ Ինչ-որ մի բան էլի ընտանիքին օգուտ կտան։ Թող
Չհամանչեն, ամանչելու, այսօր ոչ մի բանից պետքա չհամանչես, եթե սա գտնում են ամոթ է, դա արդեն չգիտեմ, բայց ամանչելու ոչ մի բան չկա, աշխատանքի մեջ ինչ ամոթ կա։ Աշխատում ես դու քո փողն ես վաստակում, դու քո ընտանիքն ես պահում։ Ավելի լավ է ես իմ ընտանիքը պահեմ, այդ գումարը ես ստանամ, որ իմ թորս չներվի, իմ ձեռքը բռնած մտնի խանութ, ես չկարողանամ ինչ որ իմ թորեն ինչ որ մի բան առնեմ, ես ինքս կներվեմ։ Ավելի լավ է ես երկու ավել խփեմ ու աշխատեմ, ես չեմ ամանչում։ Աշխատեմ, քանի մեր երեխան ինչ որ վիզը ծուր կանգնի խանութում ու ես չկարողանամ իրան բան առնել։ Խելոք, ինձ բան չեն ասում, խելոք։ Եթե ծանր աշխատանք ա լինում, ծանր հող ա լինում, ծանր աշխատանք ա լինում, մեզ տրամադրում են տրակտորներ, մեքենաներ, որ մենք շատ չտանջվենք։ Մենք ալվենք, տրակտորները տղաները հավաքեն, լցնեն կոշի մեջ, կոշը տանի կամազը լցնի, թափեն, օգնության հասնում են, իհարկե անպայման մեզ օգնում են, անպայման։ Փոշեկուլն էլ օգնում մեզի, մեքենաներն էլ են օգնում մեզի, չեն թողում այդքան ծանրություն մենք անենք։ Եթե մեկը հիվանդա չի գալի, տկարա չի գալի, ման տաննա, իրոք մենք բաժանվում ենք։ Կես-կեսով ենք գնում, մեկս մեկին օգնելով։ Պարտադիր պետք է հետները տղամարդ լինի, որ ինքը մենք ալվենք, ինքը հավաքի։ Ուրիշ գործ չեք անում, օրինակ սառույցները կոտրել բանը, թե դա դուք Չէ, մենք անում ենք այդ գործը, երբ որ ասենք սառույց ա լինում, մենք օգնում ենք, տղամարդկանց էլ ենք օգնում, տարբերություն չենք դնում աշխատանքի մեջ։ Իրանք օգնում են, մենք ենք վերցնում անում, մենք օգնում ենք, իրանք են վերցնում անում։ Տարբերություն չկա։ Նույն աշխատանքը կատարում ենք բոլորս հավասար։ Չէ, գնանք տաքանանք, որ հետո այլ գնացինք։ Խաղաղությունն է Հայաստանում, խաղաղություն ամենալավը։ Ուրախ եմ, որ մարդիկ միշտ երջանիկ կլինեն, միշտ իրար պահեն, մի ամուր Հայաստան լինի, որ մենք կարողանանք մեր Հայաստանում ապրենք ուրախ, զվարթ, երջանիկ։ Ոնց որ միշտ փոքրուց մեծացել ենք ուրախ երջանիկ, ուզում եմ այդ այնց լինի, բոլորս մեկս մեկին սիրենք, հարգենք, գնահատենք ու ապրենք մեր Հայաստանում։